Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղաղություն ձեզ։ Այսօր էլ նույնպես կպատասխանենք մի հարցի։ Բարև ձեզ, սիրելիներս, խնդրում եմ մեկնաբանեք Թագավորների 4-րդ գրքի 12 գլուխը։ Ինչ խորհուրդ ունի մեր մեջ, շնորհակալություն։ 12-րդ գլուխը։ Մի ամբողջ գլուխ երկար, հա։ Ամբողջապես։ Երկարը ես չեմ կարող այդքան մանրամասը, ոչ թե մանրամասը, այլ մտքեր կան տարբեր էլի, բայց ընդհանուր 12 գլխի մտքի վրա խոսանք, որ հասցնենք։ Աստված օրհնի։ Աստվածողին միշտ ես ուրախանում եմ, որ ասում են մեր մեջ ինչ խորհուրդ ունի, ինչ նշանակություն ունի։ Դե դրսով, հա, ինչ որ եղել է, էլ ինչ խորհուրդ։ Հենա գրված է, պատմությունա կարդում ես, աղեր գիտեն։ Բայց ոչ, Աստվածաշունչը ունի խորհուրդ մեր մեջ, որը հոգի ու կյանք է։ Իսկ պատմությունը, որը կատարվել է, եղել է դարերով առաջ, դա ոչ հոգի է, ոչ կյանք, ուղղակի իմաստություն, գիտություն, գիտենալ։ Ոչ էլ մեզ օգուտ է։ Հա, այդ օգուտ է չի տա, պատմությունը օգուտ չի տալի, հա։ Մի խոսքով, էլի մանավանդ սենց հրյաների պատմությունը, այս թագավորների եւ այլն ոչ մի օգուտ չի տա։ Լավ, մի խոսքով, տեսեք, 12 գլուխը, 4 թագավորած։ Եհուի 7-րդ տարին Յովասը թագավոր եղավ եւ 40 տարի թագավոր եղավ Իսրայելում եւ նրա մոր անունն էր Սաբիա Բերսաբեիցը։ Եվ Յովասը ուղղություն արավ Տիրոջ աչքի առաջին իր բոլոր օրերում, քանի որ Յովիադա քահանան նրան սովորեցնում էր։ Տեսեք, այս պահը շատ հետաքրքիր է, պետք է խոսանք սրա վրայով։ Հովաս նշանակում է Աստծով ուժեղ։ Հովասը թագավոր էր, Աստծով ուժեղ մարդը թագավոր է։ Թագավոր բառը հասկանանք հոգևոր իմաստով մեր մեջ թագավորը թագավորում է մեր ամբողջ հասկացողությանը, մեր ամբողջ մարմնին, մեր ամբողջ գործնեությանը։ Իշխող, հա։ Իշխում է, թագավորում է։ Երբ որ ես ուզում եմ մի բան սուտ ասեմ, թագավորը իմ մեջ, եթե Աստծո կամքի համապատասխան թագավոր է ինքը, բարի թագավոր է։ Տեսեք, Հովասը նշանակում է Աստծո ուժեղ։ Եթե ես Աստծո ուժեղ եմ, այդ միտքը որ գալիս է, որ ես բամփասում եմ, չէ՞ ուզում բամփասեմ իրան, Աստծո ուժեղը որ թագավոր է իմ մեջ, թագավորում է իմ վրան, ասում եմ մի բամփասի։ Օրենք հա դնում իմ մեջ, եւ այդ օրենքի ուժը ինձ չի թողում, որ ես բամփասեմ։ Եթե իմ մեջ բարի է թագավորը, ես իշխում եմ ամբողջությամբ չար իշխանության վրա եւ գործում եմ իմ մեջ բարին։ Կան թագավորած գրքի մեջ չար թագավորներ, այսինքն չար ասելով որն է, որ Աստծո պատվերները չեն պահում, չեն կատարում։ Ու դրանց, երբ որ ուսումնասիրում ենք թագավորած գիրքը, դրանց մեղքերը շատ է։ Որտեղ թագավորում է իրան չարությունը, նախանձը թագավորում է այս մարդուն, այս մարդը չի կարող ազատվի նախանձից, նայում նախանձում է սրան, նայում նախանձում է ձգտում ունենալ։ Էդիա թագավորը իր մեջ, դրա համար Աստծո փառքից, Աստծո պատվիրաններից ընկնում է մարդը։ Մի խոսքով լավ, էլի սրա մեջ էր մտնում այդ խոսքը, դրա համար այսքան ասեցինք, մի խոսքով լավ, անցնում ենք առաջ։ Հովասը թագավոր եղավ, թագավորեց խաղաղության մեջ։ Հովասը Աստծո ուժեղ մարդը թագավորում է խաղաղության մեջ։ Ով Աստծո ուժեղ է, սիրելի հարց տվող, եթե դու Աստծո ուժեղ ես, թագավորում ես դու խաղաղության մեջ, խաղաղության մեջ ես ապրում։ Եվ նրա մոր անունն էր Սաբե, այսինքն երթում։ Եվ դու ծնված ես ըլնեմ երթումից, այսինքն քո մեջ երթում ես կատարում դու, որ ես ասուն եմ ծառայելու, ասուն եմ նվիրվելու, ասուն եմ ես Տեր Աստված, դու արա ամեն բան իմ կյանքում, խոստանում ես դու դա, ասուն։ Սա շատ կարևոր է։ Տեսեք ջրի մկրտությունը, երբ որ մենք մկրտվում ենք ջրով, սովորական, ես ֆիզիկականն եմ ասում, դրսի երևույթով, դրա օգուտը որն է, որ ես ջրով մկրտվելուց, երբ որ մկրտվելուց հետո, երբ որ սխալ եմ գործում, ինչ որ մեղք եմ գործում, հիշում եմ մկրտությունս իմ։ Հիշում եմ, որ խոստացա, խոստում տվի ասում, որ ես հավատարիմ կմնամ իրան։ Ու դա ինձ զգաստացնում է, ինձ զսպում է, հետը պահում այդ մեղքից։ Իսկ հոգևոր ջրով մկրտությունը, երբ որ դու մկրտվում ես ջրի մեջ, այսինքն խոսքի, Աստվածաշնչի մեջ թաղվում ես, էլ այն ժամանակ պետք չի հիշես, արդեն քո մեջ է Աստված։ Արդեն դու հենց մեղք չես կարող գործես, որտեղ քո մեջ է, արդեն դու Աստծո խոսքը ամբողջապես կերել ես, քո մեջ բնակվում է ինքը։ Տարբերությունը սա է, էլի հոգու ջրի մկրտության։
Եվ Հովասը ուղղություն արավ Տիրոջ աչքի առաջինը, տեսեք, ասով ուժեղ մարդը Տիրությունը ուղղություն անում Տիրոջ աչքի առաջին, պահումա Տիրոջ պատվիրանները։ Էսի էլ կարևոր տենանք էլ ինչ կա ստե։ Լավ, այս ամբողջ միտքը ոնց որ փողի մասին է, որը փողը հավաքում էին ժողովրդից, որպեսզի կառուցեին Տիրոջ տաճարը, այսինքն ոչ թե կառուցեին, այլ վերանորոգեին տաճարը։ 10-ից կարդամ, ամբողջ միտքն է, էլի, որպեսզի չկարդամ ժամանակի շահելու առումով։ Եվ եղավ, երբ որ տեսնում էին, որ արկղումը փողը շատ էր, փող էին հավաքում ժողովրդից, ոնց որ գանձանակը, ասենց ասած, տեղացեր փող էին հավաքում։ Այն ժամանակ գալիս էր թագավորի գրագիրը եւ քահանապետը եւ ծրարում էին եւ համրում Տիրոջ տանը գտնված փողը եւ հաշված փողը տալիս էին Տիրոջ տան վրա նշանակված գործավորների ձեռքը եւ նրանք վճարում էին հյուսներին եւ Տիրոջ տունը շինող գործարարներին եւ որմնադիրներին եւ քարակոպներին եւ որ փայտեր եւ տաշած քարեր առնեին Տիրոջ տունը վնասները նորոգելու համար եւ այլ էլի շարունակությունը տեսեք ես չեմ ուզում մանրամաս ամեն ինչը տալ ասեմ հիմի բանով հոգեվոր իմաստով էլի մեր մեջ չի կրկնվում ասու խոսքը որ ես չեմ կարդում շարունակությունը բայց ընդհանուր միտքը նույնն է բայց եթե ամեն բանը մեկն եմ նորից եմ կրկնում ժամանակը շատ է պահանջելու ու մեկ ժամանակ չենք ունենալու դրա համար չենք կարող էլի տեսեք Տիրոջ տան վնասված տեղերը վերանորոգելու համար փող էին հավաքում ժողովրդից հոգևոր իմաստով մեր մեջ ինչա փողը մեր գանձն է հարստությունն է չէ ստացվածքի բան է ստացվածքի մի ձև է փողը ով շատ փող ունի շատ ստացվածք ունի ով հարուստ է շատ փող ունի նա շատ հարուստ է այսինքն իր ստացվածքով է հարուստ իսկ հոգևոր իմաստով մեր հարստությունը մեր փողը մեր գանձը ասու խոսքն է ով շատ ասու խոսքը ունի ինքը հարուստ է ինքը շատ հարուստ է տեսեք հիմի Տիրոջ տանը երբ որ տունը վերանորոգվելու կարիք ունի ասու տունը մենք ենք տաճարը մենք ենք ասու Աստված մեր մեջ է բնակվում եթե մեր տաճարը մեր տունը որտեղ որ Աստված է բնակվում մեր ներսում մեր տունը վերանորոգման կարիք ունի նշանակում է ես աղքատ եմ չեմ կարող վերանորոգել այսինքն ես ասու խոսքը լավ չգիտեմ դրա համար եմ բան փասեմ դրա համար եմ երբեմն սուտ ասեմ դրա համար եմ երբեմն բարկանամ ես աղքատ եմ չունեմ այդ հարստությունը որ վերանորոգեմ իմ տեղը տնեմ ասու խոսքը քիչ է իմ մեջ դրա համար ես սայթակում եմ մեղքեր եմ գործում հիմի հավաքում էին փողը ժողովրդից այդ ստացվածքը իմ միջի ժողովուրդնով է իմ մեջ ազգեր կան պետություններ կան ժողովուրդներ կան ամեն մարդու մեջ մենակ իմ մեջ չէ բոլորի մեջ կան անծայրածիր հասկացողություններ եւ այս բոլոր հասկացողություններից հավաքում էին փող ասուտունը կառուցելու համար վերանորոգելու համար այսինքն տեսեք իմ մեջ կա մարդ ժողովուրդ որ ապստամբ է ես այս ապստամբներից կա ժողովուրդ որ ասուն է պաշտում կա ժողովուրդ հեզուխոնարա համեստ է կա ժողովուրդ բարկացկոտ է մի խոսքով այդ ազգերից այս տարբեր մարդկանցից ստացվածքը ես վերցնեմ ես ինքս փող եմ վերցնում խոսք այսինքն ես բամփասում եմ այն եղբորից կամ ասենք դատում եմ այն եղբորը ես այդ դատողությունից գանձ եմ վերցնում փող եմ վերցնում որը ինչն է ասու խոսքը վերցնում եմ ես որ չի կարելի դատել բամփասել ինքնպես մեկն է եւ այդ վերցրած գանձը ասու խոսքից վերանորոգում էր իմ այդ մասը ես չէի բամփասել հասկացաք մելա ես չիմանալով դատում եմ այս եղբորը բայց այդ գանձը վերցնելով ասու խոսքը վերցնելով ես արդեն տեսնում եմ որ չի կարելի բամփասել ու չեմ բամփասել չեմ դատել արդյոք այդ փողով վերանորոգեցի իմ տաճարը որտեղ որ բնակվում է Աստված այսինքն իմ գործերը սրբեցրեցի մաքրեցի հետո տեսեք կարդամ նաև 47-48-ն էլ ես 3 միտն եմ անել ես ամբողջ գրքից ամբողջ 12-րդ գլխից հիմքն ամբողջ իմաստն է էլի սրա մեջ 47-ը այն ժամանակ վեր եկավ Ասորստանի Ազրայել թագավորը եւ պատերազմեց Գեթի դեմ եւ հաղթեց նրան
Ասորեստանի Ազայել, Ազայել նշանակում է Աստված կտեսնե։ Իսկ Ասորեստան, Ասորի նշանակում է կարմիր, փորձություններով լի։ Մենք ամենքս էլ Ասորեստանին միշտ գերի ենք եթեմ, շատ ժամանակ Բաբելոնին Ասորեստանին գերի ենք եթեմ։ Այսինքն, երբ որ փորձություն է գալի մեր վրա, մենք փորձության մեջ չենք համբերեմ, չենք դիմանում։ Գերի ենք եթեմ այդ փորձությանը, ասենց ասած։ Չենք կարում զսպենք մեր լեզուն երբեմն մեր մտքերին։ Գերի ենք եթեմ, սա Ասորեստանն է նշանակում։ Այս Ասորեստանի թագավորը եկավ գետի դեմ, իմ մեջ փորձության ժամանակ Ասորեստանի թագավորը երբ որ փորձության մեջ ընկա, նեղության մեջ կամ ասենք մեկը բարկասեց ինձ, մեկը անիծեց ինձ, փորձություն է դա։ Այդ ժամանակ գերի է վերցնեմ գեթի։ Գետը նշանակում է գինի հնձան, գինի վայելչության խորհրդապատկերն է։ Երբ որ ես գինիով լցված եմ վայելչությունով, ասուն եմ օշնում, ասուն եմ փառավորում, երբ որ ես սիրելիներ ասում եմ ես, դուք մտածեք ամեն մեկը ձեր մեջ, որտեղ ինչ պատահում է իմ հետ ձեր հետ, ինչ ձեր հետ իմ հետ, ինչ իմ հետ ձեր հետ ամենքի հետ է կատարվում։ Որտեղ մենք ամենքս էլ մարդ ենք, այս Աստվածաշունչը բոլորիս համար է, մի հոգու համար չի, մեկի համար չէ, բոլորիս համար է։ Տեսեք, երբ որ ես անդադ ես օրինակ եմ վերցնում իմ վրա, էլի դրա համար, երբ որ ասում եմ կուշ քեզ եմ ասում, կուլա դու հասկացի, չէ, տենց ասացված կա։ Իմ երբ որ ասեմ ես, դուք մի մտածեք ես իմ համար։ Մի անգամ ես վերջերս մի հատ եղբայր ասեց, որ անդադ ասում է, եթե ես բամփասում եմ, եթե ես բան, մի հատ եղբայր ասեց, հա, եղբայր, դες բամփաս կոտես, միշտ բամփասում էր։ Ասի օրինակ եմ ասում իմ վրա։ Պահա գալի երբեմն չեմ էլ հասկանում, պահա գալի բոլորիս հետ է։ Բայց երբ որ Ազայելը թագավորը իմ մեջ, Յովաս թագավորը իմ մեջ թագավորում է, արդեն ես շուտ փող եմ հաղափում ժողովրդից, այսինքն այդ գանձեր Աստվածաշնչի գանձերը վերցնելով վերանորոգում եմ իմ այդ մասը, որ էլ չբամփասը։ Ու դուք բոլորդ էլ նույնն է։ Տեսեք, այս Ազայել թագավորը, որը նշանակում է Աստված կտեսնե, ասորիների թագավորն էր, այդ փորձան թագավորը, գետին գինի է նշանակում, գինի հնձան, գետ։ Երբ որ գինիներ վայելչության խորհրդապատկերն այն մեկ, երբ որ աղոթք ենք անում, լաց ենք գնում կամ ուրախությունից ցնծում ենք, թռվում ենք, դա գինիով հարբեցած ենք մենք, հոգևոր իմաստով։ Դա գինին է մեր մեջ ուրախացնում, ասու խոսքը։ Հիսուս նայեց հորս արքայության մեջ ձեր հետ գինի կխմեմ ես։ Այսինքն երկնքի արքայության մեջ, արդարության ուրախության մեջ ասու խոսքը Հիսուս Քրիստոսը մեր հետ զվարճանալու է, վայելելու է, գինի է խմելու։ Այս խորհրդապատկերն է հոգևոր։ Եթե որ մարմնավոր նայեք, շատերն ասում են գինին դե խաղողի այգիներ կապ, գինի գցեն երկնքում գինի խմեն, sense արտահայտություններ են անում, որ պետք չէ այդ մասին մտածելուն խոսալը։ Երկնքի արքայությունը մեր մեջ է, գինի վայելչությունն է, արեք այսօր այս խոսքը բռնենք։ Սա է բանալին երկնքի։ Ոչ թե ասեք ֆիզիկապես մարմնավոր կամ երևակայությունները։ Եվ այս Ասորեստանի թագավորը փորձությունը գինի հնձանին հաղթում է։ Երբ որ դու վայելչության մեջ ես ելնում, ուրախության մեջ ես ելնում, փորձությունը գալիս է, դու պարտվում ես, այդ ուրախությունը տնկնում է քո վրայից։ Ուրախությունից զրկվում ես դու, սենց ասած։ Եվ Ազայելը դարձրեց իր երեսը եւ վեր գնաց Երուսաղեմ։ Տեսեք, եւ երբ որ վայր ես ընկնում, այսինքն այդ ուրախությունը քո վրայից պակասում է, դու այդ մեծ Երուսաղեմ խաղաղության տեղն ես եթում։ Պահպանում ես քո խաղաղությունը, թեկուզ գինի հնձանը, թեկուզ այն վայելչությունը քո մեջ ոչ թե մեռնում է, այլ դադարում է գործելուց sense ասած։ Տրամադրություն տնկնում է, բայց դու խաղաղության մեջ ես եթում, խաղաղությունն ես պահպանում։ Սա է ասու կամքը, սա է ասու ուզածը։ Ես այդ ժամանակի առումով ես չեմ ուզում շատ բան անեմ, բայց հիմնական միտքը սա է, սիրելի քույրեր եւ եղբայրներ, որը պետքա կատարենք, էլի, որը պետքա մեր մեջ հասկանալով այս խոսքերը նոր որ ես ասի, պետքա մեր մեջ ունենանք, որպեսզի ապաշխարենք, որպեսզի կարողանանք հաղթել չարին։ Չարը աչից ցախից մեր շրջապատում չարությունը կա։ Պարալենի այդ Աստված ասում է քո առաջ դրել եմ երկու ճանապարհ։ Բարի ճանապարհը ու չարի ճանապարհը։ Ընտրա։ Որն ես ուզում։ Պետք է ընտրես մեկին ծառա պետք է անես ու ծառայես, թե բարին բարի գործերի մեջ, թե չարին չար գործերի մեջ։ Հասկանում եք, եթե մենք Աստվածաշնչի բարին ընդունենք, հոգին ընդունենք, մենք կապրենք բարիի մեջ։ Եթե Աստվածաշնչի գիրը ընդունենք, մենք կապրենք մեղքերի չարությունների մեջ։ Այ եղբայրս մեղք կա գործել,
Դավայ սենց անենք, ես եղա դատավոր, պատժող, մեղքերը քննող, չգիտես ես իմ ինչ անող, ասու տեղ եղա։ Ասում նստել են ասու աթոռին ու իրանց աստված են կարծել։ Տեսեք գիրինքի է տանում մարդու։ Իսկ հոգին ես իմ մեջ սրբում եմ ինձի, մաքրում եմ ինձի, երբ որ ես սրբեցի, մաքրեցի, սկսեցի սիրել դիմացինից, ես չեմ կարող այդ դիմացինից վատ բան անեմ։ Իմ ներսից է գալի այդ դիմացինին լավն անեմ թե վատը։ Սիրեմ թե ատեմ, ներեմ թե չներեմ, իմ ներսից է գալի։ Եթե իմ երեխեն մի հատ մեղք կա գործեմ, մի մեղք կա գործեմ։ Ես իմ ներսով ներում եմ իմ երեխուն, ինչի համար, որտեվ именно ինքը։ Բայց եթե հարևանի երեխան կամ մի հատ ուրիշ երեխա նույն մեղքը գործի, իմ ներսով չեմ ներում, այն ով որ խիտ ինձ արեց։ Հասկանում եք, մարդու ներսից է գալի, իսկ Աստված ասում է հավասար ների, նրան էլ։ Քո երեխաները ինքն էլ ես եմ ստեղծել, նույն մարդն են, նույն միսու արյունն են։ Նույն հատկությունների տեր։ Մի խոսքով, ես երկնային հասկացողությունն է, սիրելի հարց տվող, ես խորհուրդ կտամ, որ դուք էսի կատարեք հոգևոր ձևով ու ձեր մեջ, այն ժամանակ երկնքի արքայության մեջ կլինեք, թեկուզ երկրի վրա։ Հիսուսին կտեսնեք դեմ առ դեմ ու կվայելեք իրար հետ երկնքի արքայությունը։ Ամեն։ Երևի այսքանը։ Աստված շատ օրհնի, լավ բացատրեցի։ Աստված ձեզ շատ օրհնի։ Մոտեցավ ավարտին այսքանով։ Գրեք ձեր հարցերը, եթե նորից հարցեր կառաջանան, զանգեք, ձայնայինով կարող եք WhatsApp-ով։ Աստված շատ օրհնի ձեզ, մնաք խաղաղության մեջ։ Տեր օրհնի ձեզ։